Փետրվարի 28-ին Իրանի ժողովուրդն արթնացավ պայթյունների ձայնից։ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, ասելով, որ Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի ռազմական լայնամասշտաբ օպերացիա է սկսել ու այն անվանել էպիկական զայրույթ։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ դրանք անվանել է կանխարգելիչ հարվածներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի եւ գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։ Մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են արձագանքել կատարվողին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանի տարածքը եւ զգոնություն պահպանել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանի տարածքը։ Եղել են նաեւ կոչեր դիվանագետներին դուրս բերելու վերաբերյալ անվտանգության նկատառումներով։ Աշխարհի երկրները փորձում են զգոնություն պահպանել։ Կատարը փակել է իր օդային տարածքը։ Հարվածներից ընդամենը օրեր առաջ արաբական երկրներից որոշները խիստ մտահոգված էին հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերաբերյալ եւ հորդորել էին զսպողություն ցուցաբերել տարածաշրջանային զանգվածային կոնֆլիկտներից խուսափելու համար։ Լիբանանն օրինակ իրանամետ խմբերին, օրինակ Հեզբոլլահին կոչ էր արել չմիջամտել, որպեսզի այդպիսով չարդարացնեն շարունակվող լարվածությունները։